Տավուշի մարզի Չինարի գյուղը գտնվում է ադրբեջանցիների 6 հենակետերի թիրախում։ Գյուղի հողատարածքի 70%-ը եւս հակառակորդի աչքի առաջ է, այդ պատճառով էլ չի մշակվում։ Իսկ համեմատաբար ապահով հատվածում գտնվող խաղողի այգիները մշակելու համար չկա ոռոգման ջուր։ Առանց ոռոգման ջրի հնարավոր չէ այնտեղ որևիցե կուլտուրա աճեցնել, քանի որ լինում են ամառը, նաև լինում է շատ խիստ չորային։ Ոռոգման ջրի խնդիրը գյուղապետ Սողոյանը ներկայացրեց Grand Holding-ի սեփականատեր Միքայել Վարդանյանին։ Բարերարը համաֆինանսավորեց ոռոգման ջրագծի կառուցման նախագիծը հատկացնելով 8 միլիոն դրամ։ Սահմանամերձ Վերին Կարմիր աղբյուր գյուղի 200 ընտանիք էլ զրկված է խմելու ջրից։ Նոր ջրագիծ կառուցելու համար Grand Holding-ի սեփականատեր Միքայել Վարդանյանը հատկացրեց 8 միլիոն 783 հազար դրամ։ Այս պահին ապահովված է 200 տնտեսության խմելու ջուր, համարյա մշտական 24 ժամյա։ Եվս 11 միլիոն 600 հազար դրամ համաֆինանսավորում սահմանամերձ Կոթի եւ Կիրանց համայնքների ջրագծերը կառուցելու համար։ Միքայել Վարդանյանից Աչաջուր, Գետահովիտ եւ Չինչին համայնքներում էլ փողոցներն են խճապատվել։ Աչաջրին Միքայել Վարդանյանը հատկացրել էր 8 միլիոն 160 հազար, Գետահովտին 10 միլիոն 380 հազար, իսկ Չինչինին 15 միլիոն դրամ։ 5 տարի ես աշխատում եմ, ուրեմն 80% աշխատանքների ֆինանսավորումը ես կարամ ասեմ, որ այդ մարդու կամ ներդրմամբ է եղել, կամ էլ լրի ֆինանսավորմամբ, եւ շատ ընդամենը մի անգամ դիմում ես մի հարցի համար եւ բացասական պատասխան չես ստանում։ Միքայել Վարդանյանի աջակցությամբ նորոգվում է Բերթավան գյուղի դպրոցի դահլիճը, իսկ Բագրատաշենը երկարատև դադարից հետո կունենա փողոցային լուսավորություն։ Ծրագրեր են իրականացվել նաեւ Չորաթան, Այգեպար, Բերքաբեր գյուղերում եւ Նոյեմբերյանում։ Տավուշի մարզի 13 գյուղերին Միքայել Վարդանյանը հատկացրել է 84 միլիոն 222 հազար դրամ։ Լիաննա Նարսիսյան, ժամը լրատվական։